Մի հարց էլ կա, որ կուզենայի խոսենք այդ մշակութային էլիտայի ստեղծում։ Ի վերջո խորհրդային միությունը կերպարներ ստեղծեց, չէ՞, որոնք շատ ավելի ընդունելի են իր համար։ Հայաստանում մենք այդ process-ը տեսնում ենք, թե չէ։ Իհարկե տեսնում ենք, բայց նայեք, այստեղ խորհրդային ինտելիգենցիան 20-ականներին ու 30-ականներին տարբեր էին։ 20-ականներին ավելի շատ այսպես հին ինտելիգենցիան էր հավաքվում ու այսպես խորհրդային Հայաստանից տարբեր կոչեր էին լինում, ամեն մեկ իր ոլորտից կոչ էր անում, որ եկեք վերադարձեք, զարգ տանք կուլտուրական շինարարությանը, դուք պետք եք ձեր երկրին, օրինակ ես հիշում եմ այդ Իսահակ Ալիխանյանի նամակը, որ կոչ էր բոլոր թատերական գործիչներին, որ վերադարձեք եւ ձեր երկիրը ձեր կարիքն ունի, այստեղ լավ է, մենք պետք է զարգ տանք կուլտուրական շինարարությանը, նույնը անում էին կոմպոզիտորները, նույնը անում էին գրողները եւ այսպես բոլոր նրանք, ովքեր ապրում էին բուն այսպես խորհրդային Հայաստանից դուրս, հրավիրվում էին խորհրդային Հայաստան, որպեսզի ստեղծենք այս օգնենք մեր նոր պետությանը, որպեսզի կարողանա զարգանալ։ Իսկ արդեն 30-ական թվականներին տեսնում ենք պրոլետար կոնկրետ խորհրդային ինտելիգենցիայի ձևավորման հայտը եւ այն հին ինտելիգենցիան, որը չէր տեղավորվում այս նոր շրջանակների մեջ, իրենք ուղղակի աքսորվում էին, ձերբակալվում էին ամենատարբեր այսպես բաներով, մեղադրանքներով, հա, օրինակ Աքսել Բակունցը, Եղիշե Չարենցը, շատ են նրանք, ովքեր ազգային մտածողությունը շատ էր խանգարում խորհրդային մտածողությանը եւ չէին կարողանում համատեղել եւ այդ շրջանակների մեջ տեղավորվել կամ գոնե խորհրդային իշխանությունների համար իրենք ինչ որ առումով վտանգ էին ազգային մտածողության եւ ազգային շարժում սկսելու առումով, իրենք ուղղակի լիկվիդացվում էին, դուրս էին արվում եւ սկսում էր այդ նոր պատվերը, ով պետքա լինի սովետական գրողը եւ դրա համար ստեղծվեցին ստեղծագործական միությունները, որովհետեւ իրենք պատվեր էին տալիս, եթե դու համապատասխանում ես, ուրեմն դու կարող ես ընդգրկվել ու դառնալ այդ միության անդամը, շարունակել աշխատել, շարունակել ստեղծագործել, բայց պետք է այս չափանիշներին համապատասխանես։ Եվ այսպես սկսում է հին ինտելիգենցիայի ադապտացիա, կարող ենք ասել, եւ նոր ինտելիգենցիայի ստեղծում, որը ամբողջովին արտահայտում է այդ սովետական գաղափարախոսությունը։ Եվ իհարկե ունենք նաեւ այդ ադապտացիայի դեպքում տարբեր, օրինակ ովքեր ձերբակալվում են, աքսորվում են, կամ ուղղակի չեն տեղավորվում, կամ ուղղակի մեկը մյուսի վրա նամակ ագրում, գործագրում, հա, Զարյանի նամակները Բակունցի վրա, բոլորի վրա ինձ թվում է ինքը գրել է այդ տարբեր ներքին բաներից դրդված, բարդույթներից դրդված, բայց ամեն դեպքում դա նաև միջոց էր ուղղակի մեկը մյուսի դեմ աշխատելու։ Ես չեմ հիշում որտեղ եմ կարդացել արխիվային նյութեր, թե ինչ որ միտեղ մեկ-մեկ խառնվում է, որ շատ բան է սկսում կարդալ, ոնց եղավ այդ գործ տալու մշակույթը էլի Ստալինյան շրջանում, ոնց սկսվեց, որ մի կին գրում է Ստալինին, որ քո անձնական բժիշկ ուզում է քեզ թունավորի, ու բժշկին դատում են, ու այս կնոջը բացահայտ խրախուսում են, այսինքն մեդալ են տալիս, գովում են, ու այստեղ ցույցատրվում, թե այդ գործ տալը ոնց է խրախուսվում, ինքը դառնում է նախադեպ, որ արդեն ամեն մեկը մյուսի վրա սկսում է ինչ-որ մեղադրանքներ գրել տարբեր խնդիրներով, շատ դեպքերում նաև այդ մեղադրանքները անհիմն էին, առանց ինչ-որ պայմանի, բայց դա դառնում է այդ մշակույթի միջավայրն է թելադրում, այո, միջավայր է ձևավորում, որ դու կարող ես նաև այս ճանապարհով հասնես քո ուզածին կամ այս միջոցով, երբեմն դրանք ուղղակի սարքվում էին այդ գործերը, ու նույնիսկ ամենախնդիրն այն է, որ մենք այդ ստալինյան բռնաճնշումների մասին հետ խորհրդային ընկալում էլ չունենք լավ, այսինքն մեր շատ ժամանակ մենք ընկալում ենք, որ այդ դա սխալ գործեր էլ չենք էլ ասում, որ դա ուղղակի աբսուրդ էր, դա այդ միջավայրն էր այդպիսի, այնտեղ ճիշտ ու սխալ գործեր չկային, դա այդպիսի բան էր, օրինակ վերջում լույս տեսավ Չմատնող կանայք գիրքը, չմատնող կանայք, այսինքն այն կանայք էին ձերբակալվել, աքսորվել, ովքեր չեն մատնել իրենց ամուսիններին, այսինքն սա ուղղակի աբսուրդի է հասնում, էլի դա։ Եվ այսինքն մարդկային նորմալ պահվածքը դառնում էր հերոսական, էլի, այսինքն այն ինչ որ դու հերոսի կերպարն էր, սովետական հերոսի, սովետական ճիշտ քաղաքացու, այսպես ասեմ, կերպարն էր ստեղծվում այդ գործ տալով, գրելով եւ այլն։ Բայց ես իմիջիալոց Տիկին Խարատյանի հետ, Տիկին Հրանուշ Խարատյանի հետ, որ եթեր ունեցանք, ինքը ասաց, որ ի պատիվ մեզ Հայաստանում
համամասնորեն այդքան բարձր չի եղել, այդ Դանոսի ինստիտուտը այդքան զարգացած չի եղել, ասենք այլ վայրերում խորհրդային միության շատ ավելի համատարած են եղել։ Մեր մոտ էլ է եղել իհարկե, այդպես չի որ չի եղել, բայց ասեմ մեր մոտ ոնց որ ինչ որ բաներ չափորոշիչներ այնուամենայնիվ աշխատել են պատիվ մեզ, այո, հա, ինչ որ բան։ Բայց ամեն դեպքում այդ սովետական քաղաքականությունը, մշակութային քաղաքականությունը ինքը նաև ձևավորում էր այդ հերոսներին, օրինակ։ Այո, միջավայրը հենց դա էր։ Բանվորական Hero of Labor, ես մի լավ գործընկերուհի ունեմ, Տեակ Ամուշաձեն վրացի, ինքը գրել է հենց այդ բանվորական հերոսների մասին եւ ցույց էր տալիս, որ այս բանվորական հերոսը ինչքան իրականում ստեղծված կերպար էր, որ խորհրդային միության ումից հետո ինքը ուղղակի ոչինչ էր։ Այսինքն խորհրդային միությունում ինքը ընտրվում է որպես բանվորական հերոս, իրեն տալիս են ինքը ունի падավատ, հա, մեքենա, որ իրան տանում բերում էր, ինքը ունի աշխատասենյակ, ու սա դառնում էր մոդել, որպեսզի մյուս բանվորները ավելի ինտենսիվ աշխատեն, լավ աշխատեն, որ մենք մի օր կհայտնվենք, չգիտեմ, ինքեր Վլադիմիրի դիրքում, մենք էլ կդառնանք բանվորական հերոսի կոչում կունենանք եւ այդ տեսեք մեքենա կունենանք, տուն կունենանք եւ այլն, եւ Տեան իր հոդվածներից մեկում ցույց է տալիս, որ 90-ականներին այս բանվորական հերոսը, որ թվում է թե ամեն ինչ ուներ, խորհրդային միությունը փլուզվեց ու հիմա ինքը ոչինչ չունի։ Այսինքն նույնիսկ մի վառարան չունի, ոչ մի բան չունի, որ կարողանա 90-ականներին ապրի։ Ու շատ մարդկանց կյանքեր այդպես փլուզվեցին, որովհետև աշխարհը այնպես էր կառուցված, որ լիքը մարդիկ իրենց կերպարները ձևավորել էին հենց այդ կայսրությունում ապրելու համար։ Ու երբ որ չկա այդ խորհրդային միությունը, իրենց կյանքն էլ արդեն որևէ արժեք, որևէ հմտություն այս նոր համակարգում ձևավորվելու համար չկա եւ շատ մարդկանց կյանքը ուղղակի այդպես փլուզվեց խորհրդային միության հետ միասին։